դատարանը կանոնավորման որոշում չի կայացնի, ինչն էր հիմքը այս կալանքի որոշման։ Որոշումը 1 ժամից կտրամադրվի մեզ, որոշման հիմքը չեմ կարող ասել, ամեն դեպքում նայեք ասեմ 18 տարեկան լուրջ առողջական խնդիրներ, միջին ծանրությունով մեղադրանք, այս ամենը ինձ հիմք էր տալիս ենթադրելու, որ չի կարող լինել այն աբսուրդը, ինչը որ հիմա տեղի ունեցավ։ Հիմա որոշման հիմնավորումները չեմ էլ կարծում, որևէ բան չեմ էլ ակնկալում, որ այդ որոշման մեջ պետքա լինի, բնականաբար լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն, որ վարույթն իրականացնող մարմինը արդեն իսկ ներկայացրել էր։ Շինելբակյան Դավիթը բուժօգնության կարիք ունի եւ կարծես հրաժարվել է, որևէ առաջին բուժօգնությունից ինչ կարող է։ Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման այդ վայրում ուղղակի վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավել էր։ Իսկ այս պահի դրությամբ հիմա չգիտեմ արդեն Դավիթը ասեց իմ հետ ինչ է կատարվում, ուր են տանում, միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ, որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան հասարակության որոշ ներկայացուցիչներից։ Ներողություն միգուցե մի քիչ էմոցիոնալ է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այն ինչը որ հիմա կատարվեց, ինչը որ ես ապրում եմ, խոսքերով չեմ կարող նկարագրել, իսկ իրավական առումով կարող եմ ասել 1 ժամից կլինի որոշումը, իհարկե որոշումը կբողոքարկենք, բայց դե այս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ինչ ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ։ Շինելբակյան առողջությունը ո՞նց է ապահովելու կալանավայրում։ Ես չգիտեմ, ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը այնտեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչ ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Ես չգիտեմ ոնց են ապահովելու։ Աստված մի առասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Մի հատ վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի առասցե։ Արմեն Գրիգորյանի չխոսեմ։ խափանման միջոց կալանքը տնային կալանքի փոխելու միջնորդություն երբ կարող եք գտնել։ Մենք արդեն իսկ ներկայացրել էինք դատարանին։ Մենք դատարանին անկախ այն հանգամանքից, որ գտնում էինք հիմնավոր կասկածը առկա չէ, մենք միջնորդել էինք, որպեսզի համակցված խափանման միջոցներ, տնային կալանք, բացակայելու արգելք, գրավ, բոլոր հնարավոր խափանման միջոցները։ Մենք դրան էլ ենք պատրաստ։ Մայրն էլ էր դրան պատրաստ, գրել էր, խնդրում էր, աղաչում էր, ասում էր, երեխուս մենակ իմ մոտ թողեք, թող դատավարությունը գնա։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Շինելբակյան, բայց քննիչ ինչ ասում, եթե օրինակ դիներ տնային կալանքի տակ, ինչպես կարող են կոչինոտել, որ գործումներ աշխատելու։ Քննիչը այնքան բան էր ասում, որ ես մտածում էի արդյոք ես այդ դեպքի կամ այս Դավիթ Մինասյանի մասին է, թե ընդհանրապես մենք լրիվ ուրիշ թեմայի մեջ ենք հայտնվել։ Քննչական խումբ է, այնքան բավականին կային։ Քննչական խումբը։ Դե բոլորն էլ ակտիվ էին էլի երեքն էլ։ Այնպես չի, որ իրանց ակտիվությունը կամ պասիվությունը ինչ-որ բան էր փոխելու։ Շինելբակյան, իսկ այսօրվա խուզարկության արդյունքում ինչ-որ բան գտնենք, էլի դատարկադեղը հեռացել են, եւ նպատակը ո՞րն էր, եթե ձերբակալման այդ գիշերը ոչինչ չէին գտել, մի հատ էլ այսօր են ներդրել տուն։ Նպատակը, չգիտեմ նպատակը ո՞րն էր, փնտրում էին էլի հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարողա, չգիտեմ, այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենային, ամեն ինչ փնտրում էին։ Բայց գրավել են ինչ-որ բան, էլի դատարկադեղը։ Հեռախոս։ Ում հեռախոսը։ Դանեի։ Այո։ Այսինքն իրենք կարծում են, որ դա նախապես պլանավորված գործողություն է։ Իհարկե, իրենց մեղադրանքը հենց դրա մասին էլ խոսում են։ Որտեղ է պլանավորվել ըստ իրենց։ Չկա, իրենք չեմ կարող նախաքննական գաղտնիք բացահայտել, շատ կուզեի, որ հենց այդ որոշումները տայի, կարդայի,
կարդայեք, պետք չէ շատ իրավաբան լինել կամ իրավաբանությունից հասկանալ, որպեսզի վերլուծություն անեիք ու եզրահանգումների գայիք։ Ուղղակի կաշկանդված եմ այս պահին։ Այսինքն մտածվում է, որ նախապես պլանավորված է եղել, որ եկեղեցուն գան ու նման բան լինի։ Բայց իրենք որտեղից են իմանալու, որ երկրի ղեկավարը գնալու էր այդ եկեղեցին իրենվաճան։ Պլանավորեին գնան սպասեին, կար մի հատ այդպիսի բան։ Աստծոց։ Բայց Չգիտեմ։ նշված է այդ իրենց գրառություններում որտեղից են իմացել եւ այլն։ Հարգելիներս, իմ կարծիքով իրենք որևէ հարցի պատասխան չունեն։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերն են։ Այսինքն հրահանգը պիտի կատարեն դրանում։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Դավիթին էստեղից երբ են տեղափոխել։ Ես կարծում եմ հիմա արդեն կտեղափոխեն, սպասում եմ որ տեղափոխեն, ես հետևից գնամ։ Տիկին Էլբակյան ձերբակալման իրավաչափությունը Ձերբակալման չէ, ձերբակալման իրավաչափությունը տակտիկական առումով ելնելով չի բողոքարկել, որտեղ դա ընդհանրապես ձևական փաստաթուղթ է, որտեղ այդ բողոքարկումը ես համարում եմ ձևական։ Դե արդեն ասվել է, իրանք այնքան գանեն, այնքան հանրային մարդա, գանեն այն աշխատանքները նաև ես մեր մասով ասեմ, ինչ որ արել է դպրոցում, ու անում է դպրոցում, դպրոցներում, երևի թե մենք ամբողջ դասարանի ծնողներով չենք կարողանում անել, բոլոր երեխաների համար եւ դպրոցի համար։ Ներողություն, իսկ Տիկին Գայանեն հոսպիտալացվեց, թե հրաժարվեց իրան ուշացած։ Ես չտեսա ինչ եղավ Տիկին Գանեն։ Ճիշտն ասած ես Գանեին եմ փնտրում, դուք կանչեցիք, եք այս չգիտեմ հիմա ուրա Գանեն, ես տարան, իրենք հիմա մտածում ենք Միքայելի, որտեվ ասեցինք բուժաշխատողա, կարծես թե Միքայելի մոտ էլ թոքաբոր բա կասկածում։ Ես հիմա չեմ էլ հասկանում Միքայելին պիտի մեկը տեր կանգնի, մեկը Գանեին պիտի տեր կանգնի, Դավիթին ինչ պիտի անեն։ Տիկին Էլբակյան, եթե այս այն ինչ որ այդ միջադեպը տեղի ունեցավ, վարչապետը չլիներ, շարքային քաղաքացի լիներ եւ նման բան լիներ, կհարուցվեր գործ, կլիներ կալանք։ Հիմա դուք եք միամիտ, թե ինձ եք միամիտի տեղ դնում։ Իսկ տենց դեպքեր չի լինում, չեք հանդիպում, օրվա մեջ երևի 100,000 անգամ ենք տեսնում նմանատիպ դեպքեր։ Ինչ ասեմ, հոդվածն էլ է հենց այդ դրա մասին, չէ՞ խոսում։ Քաղաքական հոդվածա չէ դրված։ Մերսի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կենտրոնի նստավայրում մոտ 1 ժամ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Վինասյանին։ Որոշումը դեռ փաստաբանները չեն ստացել, այս պահին չեն կարող ասել հիմքում ինչ է դրել դատավորը, որ նման որոշում։